Թուրքիայի տրանսպորտի նախարար Ուրալ Օղլուն երեկ հայտարարել է, որ առաջիկա 4 տարում ավարտելու են Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարությունը, իսկ Սյունիքով անցնող միջանցքի բացումը սպասվում է մինչև 2030 թվականը։ Գրեթե զուգահեռ Էրդողանի գլխավոր դաշնակից Դևլետ Բահչելին հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցք կամ այլ արևմտյան անուններ այլևս չկան եւ այսուհետ այդ ճանապարհը կոչվելու է իր իսկական անունով՝ Թուրանի միջանցք։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Արման, ինչու է Անկարան հենց հիմա որոշել բացել խաղաքարտերը։ Խաղաքարտերը բացվում են Թերեզա, որովհետև գլոբալ լոգիստիկան այսօր հայտնվել է կատարյալ ճգնաժամի մեջ։ Թուրքական ազգայնամոլական ուժերի առաջնորդ Դևլետ Բահչելիի հայտարարությունը պատահական չէ։ Ես պեչբերեմ նրա խոսքը, Թուրանի միջանցքը բացվելու է։ Հայաստանը կամ կշարունակի տարուբերվել օկուպացիոն իր հին մենթալիտետի, սփյուռքյան հավակնությունների ու վրեժխնդրության տենչանքի հետևից, կամ կընդունի տարածաշրջանի նոր իրողությունը եւ դուռ կբացի դեպի տևական խաղաղություն։ Բահչելին ուղղակի ձևակերպեց այն, ինչ Անկարան միշտ ունեցել է մտքում։ Նրանց պետք չէ պարզապես տնտեսական ճանապարհ, նրանց պետք է գաղափարական, ռազմավարական միջանցք, որը Թուրքիային ուղղակիորեն կմիացնի թյուրքական աշխարհին, Թուրքեստանին։ Դրա համար էլ կիրառվել է դեռ 20-րդ դարի սկզբից շրջանառվող Թուրանի միջանցք տերմինը։ Բացի այդ, ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանով անցնող հյուսիսային հոսքը պատժամիջոցների տակ է, իսկ հարավային ծովային ուղիները Կարմիր ծովից մինչև Հորմուզի նեղուց պատանդ են տարածաշրջանային բախումներին, ու Անկարան հասկանում է, որ Ասիան-Եվրոպային կապող միակ ցամաքային կարճ այլընտրանքը մնում է Սյունիքով անցնող ուղղությունը, որը բեռնափոխադրման ժամկետը կրճատելու է մինչև 14 օր, եւ Հայաստանին հիմա բացահայտ ուլտիմատում է տրվում՝ կամ ընդունել այս նոր իրողությունը, կամ մնալ հավերժական մեկուսացման մեջ։ Արման, բայց անցած տարի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրվեց TRIP նախագիծը, որը Միացյալ Նահանգները ներկայացնում է որպես տարածաշրջանի կայունության երաշխիք, սակայն հունիսի 18-ին ընդամենը 2 օր առաջ Իրանն ու Միացյալ Նահանգները կնքեցին փոխհամաձայնության հուշագիր, որը փաստացի ճանաչում է Իրանի անվտանգային շահերը։ Ինչ է դառնում այս պայմաններում TRIP-ը։ Այս իրողությունը կատարյալ հարված էր Հայաստանի իշխանությունների այն պատրանքներին, թե արտաքին ուժերը կարող են Սյունիքում անվտանգություն երաշխավորել։ TRIP-ը փաստացի վերածվում է աշխարհաքաղաքական ֆանտոմի կամ վիրտուալ նախագծի։ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների ձախողումից եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմակայաններին իրանական արվածներից հետո Վաշինգտոնը ստիպված եղավ գնալ այս հաշտեցման հուշագրին։ Իրանի հյուսիսային սահմանին Սյունիքի հենց այդ հատվածում ամերիկյան կրկնակի նշանակության նախագծի իրականացնելը գոնե առաջիկայում անհնար է, քանի որ Թեհրանը թույլ չի տա նոր լարվածության օջախ իր քթի տակ։ Փաստորեն Իրանը կործանելու նպատակը պարզապես արկածախնդրություն էր, որը եւս մեկ անգամ Հայաստանի իշխանությանը հուշեց, որ խիստ վտանգավոր է մեր երկրում արևմտյան նախագծեր իրականացնելը, հաշվի չառնելով տարածաշրջանային իրական խաղացողների, մասնավորապես Իրանի կենսական շահերը։ Արման, ստացվում է մի իրավիճակ, որի մասին զգուշացնում էին հայկական վերլուծաբանները, որ Դոնալդ Թրամփի ձախողումները տարածաշրջանում շատ թանկ են նստելու, այսպես ասենք, Հայաստանի վրա, եւ հիմա թուրքերը կարծես հասկացել են, որ ամերիկյան հովանոցը այլևս չկա կամ շուտով չի լինի, եւ անմիջապես հրաժարվեցին Թրամփի ուղի տերմինից։ Իսկ ինչ կլինի, եթե Դոնալդ Թրամփը ընդհանրապես հեռանա այս տարածաշրջանից։ Այո, Թերեզա, քանի դեռ Թրամփը Իրանի դեմ ռազմարշավում հաղթական դիրքերից էր հանդես գալիս, թուրքերն ու ադրբեջանցիները ստիպված էին միջանցքը փաթեթավորել արևմտյան կոմերցիոն լեզվով, անգամ այն անվանում էին TRIP, բայց Միացյալ Նահանգներ Իրան հունիսի 18-ի հուշագրով ըստ էության որոշակիորեն թուլանում է ամերիկյան բրենդը այս տարածաշրջանում։ Համենայն դեպս ըստ թուրքական տեսանկյունի ու Թուրքիան անմիջապես դեն է նետում Վաշինգտոնի պարտադրած տերմինաբանությունը եւ բացահայտ անցնում Թուրանի օրակարգին։ Եթե հիմա, երբ դեռ Թրամփի ազդեցությունը պահպանվում է, թուրքերն արդեն պահանջում են ջնջել Թրամփի ուղի անունը եւ անցնում են ուլտիմատումների, ապա կարող ենք պատկերացնել, թե ինչ կլինի, երբ նա վերջնականապես հեռանա քաղաքականությունից։ Հայաստանը կանգնելու է բացահայտ պանթյուրքիստական էքսպանսիայի առաջ։ Շնորհակալ եմ, Արման։ Հարգելի հեռուստադիտողներ, TRIP նախագծի մասին քննարկում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։